Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, մարտի 20, իմ սիրեցյալը, Երգերքոց 2:10 Այս թանկարժեք անունով վաղ եկեղեցին երբեմն կոչում է Տիրոջ օծյալներին, երբ գալիս է երգեցողության ժամը և լսվում է աղավնյակի ձայնը, նա քաղցրահնչյուն երգում է, իմ սիրեցյալն իմն է և ես նրանն եմ, նա իմ հոտը շուշանների մեջ արածեցնում է։ Այս երգոցում նա նրան կոչում է այդ բերկրալի անունով՝ իմ սիրեցյալ։ Նույնիսկ ձգձգվող մեռյալ շրջանում, երբ կռապաշտության պատճառով Տիրոջ այգին ամայացել էր, մարգարեները կարճ ժամանակով թողնելով ծառայությունը բացականչում էին Եսայիայի բառերով. «Այժմ իմ շատ սիրելու համար երգելու եմ իմ սիրելու երգն իր այգու մասին»։ Չնայած նրան, որ սրբերը դեռ չէին տեսել նրա երեսը, որ նա դեռ մարմին չէր առել ու մեր մեջ չէր բնակվել և ոչ ոք չէր տեսել նրա փառքը, նա արդեն Իսրայելի մխիթարությունն էր, Բարձրյալ Աստծո առաջ արդար ընթացող բոլոր ընտրյալների հույսն ու ուրախությունը։ Նա հիմա էլ մեր հոգիներին անգին սիրեցյալն է, բյուրերի մեջ գերազանցը, և նա ամբողջովին սքանչելի է։ Նա այնքան սիրելի է եկեղեցու համար, որ Պողոս առաքյալը մարտահրավեր է նետում ողջ աշխարհին եկեղեցին Քրիստոսի սիրուց բաժանելու աշխարհի փորձի համար։ Նա արտահայտում է, որ ոչ տառապանքը, ոչ վիշտը, ոչ հալածանքը, ոչ վտանգը, ոչ սուրը ի զորու չեն եղել դա անելու, և ուրախությամբ եզրակացնում է. ոչ այս ամենի մեջ մենք ավելի քան հաղթողներ ենք նրանով, որ մեզ սիրեց։ Որքան կցանկանայինք ավելի լավ ճանաչել քեզ, մեր թանկագին սիրեցյալ։ Քո սերը միակն է, ինչ որ ես ունեմ, թե այստեղ, թե քո արքայության մեջ։ Թեև աղոթում եմ օրնիբուն սրտագին, ես չեմ ցանկանում, Տեր, ուրիշ ոչինչ։